Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կյանքի ուսուցիչ համարում է Հիսուս Քրիստոսին։ Կյանքի առաջընթացը պայմանավորում է հավատարմությամբ մեր ժառանգությանը եւ մեր ունեցածին տեր լինելու գործնական մոտեցմամբ։ Ծանր իրավիճակում հայտնվելիս աղոթում է։ Կյանքի ամենատպավորիչ պահը կապված է Գարեգին առաջին վեհափառի հետ։ Հայրապետի հոգին ավանդելու ակնթարթին է ընկալել մարդու հոգու գոյության ներկայությունը։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն է։ Եվ մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայցակարգային գերասենյակի տնօրեն գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին։ Աստված օգնական սրբազան այր։ Եվ Աստված օգնական այր։ Մենք մյուս տարի կանգնած ենք ազգովի մի կարևորագույն իրադարձության առջև, դրանում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը։ Եվ բազմաթիվ միջոցառումներ են սպասվում։ Հայոց եկեղեցին այս շրջանակից ներս հանդես է գալուց մի շատ կարևոր շրջադարձային նախաձեռնությամբ, այն է Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայորդիների զոհերի սրբադասման միջոցառումը։ Որն է կարևորությունը հայոց նահատակներին ցեղասպանության տարիների սրբադասման եւ հենց ինչու այս շրջանում հայոց եկեղեցին 400 տարի գրեթե միջումից հետո անդրադարձ ունեցավ։ Այդ հարցին անդրադառնալուց առաջ պետք է խոսենք սրբադասման մասին։ Հայ եկեղեցում վաղուց արդեն պահանջ էր եւ անհրաժեշտություն էր սրբադասման կարգը վերականգնելը։ Մենք գիտենք, որ 1960-ական թվականներին Վազգեն առաջին հայրապետի օրոք այդ նախաձեռնությունը եղել էր։ Եվ սակայն զանազան պատճառներով քննարկումներ տեղի ունենալով անընդհատ ընդհատվել է դա։ Եվ շուրջ 9 տարի առաջ է, որ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի եւ Մեծիտան Ընկիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի համատեղ խորհրդակցությամբ եւ տնօրինությամբ ստեղծվեց սրբադասման վերականգնման հանձնախումբը։ Եվ ըստ էության ամբողջ նպատակադրությունն էր սրբադասման կարգը վերականգնել, որովհետեւ դա եկեղեցու խորհրդական կյանքի բարձրագույն նշանակն է, խորհուրդն է։ Այն իմաստով, որ եկեղեցին առաջին հերթին կոչված է սուրբեր արտադրելու, սուրբերի բնակավայրը լինելու, այն միջոց լինելու, որի մասին Պետրոս Առաքյալը ասում է, որ դուք սուրբ եք, քահանայություն եք, Աստծո ընտիր ցեղն եք եւ ժողովուրդն եք։ Եվ այս իմաստով էր, որ անհրաժեշտություն էր այդ 400-500 տարվա ընդմիջումը տեսնել, թե ինչու է տեղի ունեցել եւ վերականգնել ընդհանրապես կարգը եւ խորհուրդը։ Այս մտածումի մեջ ուրեմն համապատասխանել է ժամանակահատվածը 100-ամյակին եւ հանձնարարություն էր տրվել սրբադասման հանձնախմբին քննելու, քննարկելու, բազմակողմանիորեն վերլուծելու, տեսնելու, թե արդյոք ցեղասպանության մեր զոհերը արդյոք համապատասխանում են սրբադասման կարգի թելադրած կամ առաջադրած պայմաններին։ Որոնք են այդ պայմանները։ Առաջադրած պայմանները, ինչպես ասացի, 9 տարվա մոտ 8-9 տարվա ուսումնասիրությունը եւ պատմական փորձառությունը հայ եկեղեցու պարզել են 4 պայմաններ, որոնց դեպքում տեղի է ունեցել սրբադասումը կամ անհատի կամ հավաքականության, դրանք են սրբակեցությունը, նահատակությունը, Աստծո խոսքի քարոզչությունը, ակտիվ, ինտենսիվ քարոզչությունը, տարածումը խոսքի եւ 4-րդը ուրեմն հրաշքների առկայությունը կամ կենթանության օրոք կամ արդեն գերեզմանի վրա մահվանից հետո։ Ուրեմն այս 4 պայմաններն են ոչ ամբողջը միասին, սակայն այս 4 պայմաններից որևէ մեկի առկայության պարագային եկեղեցին սրբադասում է եւ սուրբերի շարքին բարեխոսության եւ տոնական տոնելի է դարձնում այն մարդկանց հիշատակը, ովքեր այդ հերոսական սխրանքն են գործել հավատքի առումով։ Եվ այստեղ ուզում եմ նաեւ մի առանձնակի ընդգծում կատարել, որ ընդհանրապես սխալ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Ուրեմն եկեղեցին ոչ թե սրբացնում է, եւ սա շատ կարեւոր առանձնահատուկ ենթահող է,
ոչ թե սրբացնում է, այլ սրբադասում է։ Հռչակում է այդ մարդկանց սրբությունը, այդ մարդկանց սրբակյացությունը, այդ մարդկանց հավատքի նահատակությունը, հավատքի համար նահատակությունը, այդ մարդկանց բացառիկ գործը, քարոզչությունը, ժողովրդի կյանքում հոգևոր մեծ ներկայություն ունենալու եւ ջրտուկ ունենալու ճշմարտությունը։ Այսինքն եկեղեցին այդ ճանաչում է, ընդունում է, հռչակում է եւ վավերացնում է այդ ակտը, այդ գործը, որ գործել են այս կամ այն անձը կամ հավաքականությունը։ Հետևաբար այս իմաստով նաեւ հայ եկեղեցին ոչ թե սրբացնում է ցեղասպանության զոհերին, մեր նահատակներին, այլ նրանց հերոսությունը, նահատակությունն է ընդունում եւ հռչակում եւ ճանաչում, այսպիսով սրբադասելով, կոչելով նրանց անդրանիկ կամ անդրանկած եկեղեցու շարքին, ընդունելով, որ նրանք հաղթանակած եկեղեցու անդամներ են եւ այսպիսով իրականացնում է իր բարձրագույն հոգեվոր առաքելությունը, այնը առաջնորդելու ամբողջ մարդկությանը կամ հայ ժողովրդին այս պարագային դեպի փրկություն։ Ուրեմն մեկ ուրիշ կարևոր ենթաշերտ եմ ուզում ընդգծել, որ ընդհանրապես այսօրվա իրականության մեջ մեր պայմաններում մարդիկ շատ մակերեսայինորեն են դատում եւ մակերեսից են դիտարկում ամեն ինչ, կամ իրենց պատմական գիտությունների տվյալներով, կամ իրենց, չգիտեմ, խոհափիլիսոփայական տնտեսագիտական տվյալներով, կամ զանազան այլ պատճառներով, երևի թե առևտրական հարաբերությունների պատճառներով հայ եկեղեցին սրբադասումը կատարում է շատ խորը եւ մեկնաբանված հոգևոր գիտակցության մեջ, այսինքն եթե սրբադասման այս ամբողջ գործընթացից եւ հատկապես ցեղասպանության զոհերի պարագային հոգևոր հասկացողությունը, հոգևոր խորը ըմբռնումը դուրս անենք, զուտ ուզենանք այն գունավորել քաղաքական կամ այլ տերմիններով, իմաստ չունի, բացարձակ իմաստ չունի։ Եվ այդ իմաստով եմ ասում, որ եկեղեցուն գործված ակտը, այդ գործողությունը հոգևոր արժեք եւ բովանդակություն ունի։ Պետք է հոգևոր էությամբ դիտարկել դա։ Մենք գիտենք, որ եկեղեցին երկու այսպես կոչված նշան ունի, նա զինվորյալ եկեղեցի լինելու եւ հաղթանակած եկեղեցի լինելու պարագանը, եւ զինվորյալ եկեղեցին ըստ էության իրականացնում է երկրի վրա երկնքի արքայության խորհուրդը։ Եվ սա պետք է հավատքի համոզում լինի, որևէ մեկին մենք չենք պարտադրելու, որ սրան հավատա, այլ դա եկեղեցու մտածողությունն է, դավանանքն է, ապրումն է, իր ներքին կյանքն է։ Եվ այդ զինվորյալ եկեղեցին կոչված է սուրբերի միջոցով իր սուրբ անդամների վերածնության միջոցով, դրանք կլինեն նահատակությամբ, սրբակեցությամբ, հավատքի քարոզչությամբ, վերածնվելով եկեղեցու մեջ իրականացնել երկնքի արքայության խորհուրդը եւ մարդու վերջնական անմահության վերադարձի ճշմարտությունը եւ այն նպատակը, որ ունի մարդը իր կոչումով կամ դրված է մարդու վրա որպես կոչում։ Այսինքն եկեղեցին անմահության առաջնորդող այդ մեծ հանգրվանն է։ Եվ այս ծիրից ներս է ընկալվում մեզ համար ցեղասպանության զոհերի, մեր նահատակների սրբադասումը նաեւ։ Եվ մենք ուղղակիորեն կանգնած լինելով այս հանգրվանի առջև, 100-ամյա տարելիցի առջև, հայ եկեղեցին ուրեմն այս մտածումով է մոտենում եւ այս կերպով է իր զավակներին հռչակում որպես հավատքի վկաներ։ Ես երբ որ գնում եմ ծիծեռնակաբերդ, ունենում եմ այլ զգացողություն, տխրության զգացողություն։ Երբ որ գնում եմ եռաբլուր, որը ծիծեռնակաբերդի մեկ ուրիշ մասում է գտնվում, այս կողքի երկու սրբավայր, հպարտության զգացողություն եմ ունենում։ Հիմա կարող է նաև այսպիսի հարցադրում լինել, միտեղ մարդիկ կոտորվել են, մյուս տեղում մարդիկ զոհվել են ակտիվ պայքարի մեջ, ակտիվ մաքարման մեջ, հայրենիքի ազատագրման մաքարման մեջ։ Եվ մի կողմը, որոնք այդպես կոտորվել են, թեպետ պատմական փաստերը վկայում են, որ ցեղասպանության տարիներին լավ էլ դիմադրողականության կենտրոններ են եղել, սփաստում ենք մենք եւ մյուս մասին այլևս դեռևս անդրադարձ չկա։
Այս սա ինչպես կարելի է հավասարակշռել, որպեսզի այնպես չթվա, թե մենք ովքեր որ այդպես մորթվում են, մենք իրենց ուղղակի սուրբ ենք հռչակում եւ փառաբանում ենք։ Շատ հետաքրքիր դիտարկում է դա զգացողության իմաստով։ Նախ կուզեմ հոգեբանական պահը բացատրել եւ ապա եկեղեցու մտածումն ու ընկալումը եւ գործնական իրականությունը ցույց տալ։ Առաջինը մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ, բարձրանում ենք այնտեղ խոնարհումի համար եւ միևնույն ժամանակ մշտապես անդրադառնալով, որ այս մարդիկ անարդարության զոհ գնացին։ Եվ քանի որ անարդարության զոհ գնացին եւ այդ անարդարությունը դեռ աշխարհը չի ճանաչել, չի ընդունել ամբողջության մեջ, այդ արյան վրա դեռևս բազմաթիվ խաղեր են տեղի ունենում, քաղաքական եւ այլ առևտրային եւ դեռևս այդ արդարության վերահաստատումը տեղի չի ունեցել, դեռևս մեր ներսում կա այդ պահանջատիրության զգացումը, ուրեմն մենք խոնարհում ու հարգանքով նաև տխրությամբ մեր սրտի մեջ, որ չկարողացանք ամբողջությամբ հասնել այդ հաղթանակի նվաճմանը։ Երբ բարձրանում ենք Եռաբլուր, մեզ համար հպարտության առիթ է դառնում առաջին, որով մեր ժամանակների մեջ է դա տեղի ունեցել, այդ հերոս տղաներն, այդ նահատակները մեր ժամանակակիցներն են, մեզ հետ ապրած, մեր կողքին եղած, մեր ընկերներն են, եղբայրներն են, քույրերն են, մեր միջավայրն է ամբողջությամբ։ Եվ նաև հպարտության զգացում ենք ունենում այն իմաստով, որ հենց այն անարդարությունը, որ գործվել էր Ծիծեռնակաբերդի այդ տեսարանը մեր աչքի առջև ունենալով, հենց այդ անարդարության լուծելու ճանապարհը իրենք գտան կամ բանալին, այդ ձևով փորձելով արդարություն հաստատել մեր կյանքում։ Այսինքն Ծիծեռնակաբերդի խորհուրդը այդքան էլ հասկանալի չի լինի եւ հավիտենական տխրություն կմնա մեր կյանքում, եթե չընկալենք ամբողջությամբ չմբռնենք Եռաբլուրի խորհուրդը։ Եվ Եռաբլուրը ըստ էության այդ մեծ իրականությունն է ստեղծում մեր առջև հարության, վերականգնումի, որով մենք կարողանում ենք այսօր նաեւ բացատրել Ծիծեռնակաբերդի խորհուրդը։ Եվ հենց եթե կուզեք ասեմ, հենց այս ճանապարհով է, որ սրբադասումը տեղի է ունենում, որպես հաղթանակի վկայություն։ Մենք չենք կարող ընդունել Ծիծեռնակաբերդի խորհուրդը, ցեղասպանության մեր զոհերի խորհուրդը, որպես սոսկ ոչնչացած, մորթված մի իրականություն, որի առջև մենք անզորության կամ ողբերգության լավագույն դեպքում զգացում ունենք։ Դա մեզ համար նաև հաղթանակի եւ վերականգնման խորհուրդ ունի։ Մեր նահատակները ոչ թե անմռունչ գնացին մորթվելու, այլ գիտակցված գնացին նահատակության։ Սրանց մեջ տարբերություն շատ է։ Գիտակցված նահատակություն հանձնառան, ես կարող եմ ասել նաև ինչ որ ձևով իրենց արյունով սրբեցին մեր ամբողջ ժամանակահատվածի, թող որ ասի նաև մեղքը։ Երբ մենք նայում ենք այդ իրականությունը տվյալ ժամանակի, մեզ ներկայացված բոլոր փաստերով, փաստաթղթերով, օրվա քննադատություններով, մի տեսակ նաև անդրադառնում ենք, որ նման, եթե ոչ նման ծավալի, բայց ինչ որ մի բան, աղետ, մի փորձանք պատահելու վրա կարող է լինել այդ ժամանակաշրջան, գրեթե անխուսափելիության հասնող։ Այդուհանդերձ տեսնում ենք, որ դարձյալ կարող ենք վկայել, որ ցեղասպանությունը մեզ համար վերջը չեղավ, մեզ համար սկիզբը եղավ ինչ որ բանի, սկիզբը եղավ, ես կասեմ, հարության հոգևոր լեզվով։ Եվ մարտիրոսությունը երբեք էլ վերջը չէ, ինչ կերպով էլ որ լինի։ Գալով Եռաբլուրի մեր նահատակ հերոսներին, մեր արցախյան գոյամարտի, մեր ազատագրության պայքարի, պետք է ասեմ, որ բնականաբար նրանց մեջ կան հերոս մարդիկ, բայց նախ ժամանակային առումով դեռևս կարծում եմ շատ շուտ է, որով նաև կարող են խուսափել հազար մի տեսակի շահարկումներից։ Երկրորդ, ինչպես քիչ առաջ ասացի, որոշակի պայմաններ կան սրբադասման համար։ Եվ բնական է, որ եթե այդ մեր հերոս տղաները, որոնց վկայություններն ու վավերագրերը կան, այդ նահատակության զգացումից նաև եղած, եթե այդ
4 պայմաններից օրինակ կբերեք, որևէ մեկին որևիցե կարողացան մի համապատասխանել, ավելի պարզ ընկալելու համար։ վկայություն որ առումով։ Որևիցե մի անհատի վկայություն կա այդպիսի մեր պատմության Արցախյան, թե լույսերում։ Չէ, ընդհանրապես։ ցեղասպանության տարիների։ Անհատի վկայություն, օրինակ Սմբատ Սաադետյան սրբազանի նահատակությունը, հենց Ռուբեն Սևակի նահատակությունը եւ շատ այլ դեպքեր կան։ Միքայել Ծայրագուն վարդապետ Աջապահյանի նահատակությունը, որ ավելի կանուխ էր, քան ցեղասպանություն, որ ուղղակիորեն հավատքի չուրացման վկայություններ են սրանք, որ մարդկանց ստիպել են ուրանալ եւ նրանք նախընտրել են ապրել Քրիստոսով, քան թե հրաժարվել դրանից։ Եվ վստահ եմ, որ բազմաթիվ այլ բանավոր ավանդություններ կան, փաստաթղթեր կան, վկայություններ կան, եւ մեզ հանձնարարված այդ բոլորը ուսումնասիրել, վերհանել եւ ներկայացնել։ Եթե կան այսպիսի դեպքեր, ուրեմն կհաջորդի անհատական սրբադասման գործընթացը։ Սրբազան հայր, այսօր որոշակի լայն իմաստով, չէ, բայց ակտիվ փոքրամասնության շրջանակներից այսպես շահարկում կա, որ հայ առաքելական եկեղեցին ցեղասպանության տարիներին նահատակվածներին սրբադասելով փորձում է այսպես առաքելական եկեղեցուց իրից ներս վերցնել բոլորին պատկանելության իմաստով։ Եվ այս շահարկումը այնուամենայնիվ մամուլում վերջի շրջանում մենք հանդիպել ենք։ Շատ կարևոր է անդրադառնալ, ես նախ ուզում եմ բոլոր այդպիսի մտածողներին ասել, որ հայ առաքելական եկեղեցին ոչ հավակնությունն իսկ սեփականատիրության տրամաբանությամբ շարժվելու եւ ոչ էլ քաղաքականացնելու դա այդ խնդիրը։ Եվ 1.5 միլիոն թիվը որևէ ժամանակ եւ որևէ անգամ չի նշում սրբադասման գործընթացում։ Մենք նշում ենք ցեղասպանության նահատակվածներին։ Ասեմ ձեզ, որ այս ամբողջ գործընթացում շատ հետաքրքիր ներքին զարգացումներ է մեր սրբադասման հանձնախմբի կողմից հավաքվել են հրապարակում եղած բոլոր տեսակի հարցադրումներն ու քննադատությունները, ի նպաստ խոսված բոլոր կարծիքները, արտահայտությունները, այսինքն բազմակողմանի եւ համապարփակ ուսումնասիրություն է կատարվել։ Այնպես չի եղել, որ մենք ականջալուր չենք եղել, թե ինչ է խոսում հրապարակում, հանրությունը կամ հանրության մի մասը կամ մեկը կամ երկուսը ինչի մասին են խոսում։ Եթե եղել է նույնիսկ մի արտահայտություն, դա եւս ի նկատի առնվել է։ Ուզում եմ սա շատ հստակ լինի, որ մեծ շարքով հարցեր կային դրված մեր առջև, որոնք նաեւ լուծումներ էին պահանջում։ Ուրեմն այս իմաստով դրանցից մեկն էլ այդ ձեր նշածներ եւ երբեք 1.5 միլիոնի մասին չի խոսվել։ Եվ չի էլ կարող խոսվել 1.5 միլիոնի մասին, որովհետեւ այդ ճանապարհով եթե խոսենք 1.5 միլիոնի նահատակության մասին, ուրեմն մենք պիտի պատասխանատվությունը ստանձնենք այդ 1.5 միլիոնին հատիկ կյանքը ուսումնասիրելու եւ ներկայացնելու, ասելով, որ ահավասիկ այս թիվն է կազմում 1.5 միլիոնը, որ բոլորը ուրեմն սուրբ էին, բոլորը ապրում էին նահատակության գիտակցությամբ, սրբակեցությամբ եւ այլն, այսինքն հավատքի համար նահատակներ են, որ այդպես չէ։ Մենք ինքնախապեյությամբ չենք զբաղվում, բայց մենք հավատում ենք, որ կային մարդիկ եւ մեծ խումբ մարդիկ, ովքեր այո գիտակցված գնացել են նահատակության։ Մենք չենք կարող թիվ դնել բաժանելու, ինչպես Սուրբ գրքում այծերը գառներից բաժանելու process-ն է ընթանում։ Չեն կարող այդպես անել։ Բոլորն էլ Աստծո առջև են եւ ըստ էության սրբադասման նաեւ Աստվածը, որ իր ողորմությունը ներկայացնում որևէ անհատի կամ հավաքականության վրա։ Կարող են հարց տալ ասելով, որ ինչպես այսպես համախումբ, անորոշ, անդեմ, անդիմագից սրբադասում ինչպես է տեղի ունենում։ Ասեմ ձեզ, որ եկեղեցում արդեն իսկ այդ փորձառությունը գոյություն ունի։ Երբ խմբերով նահատակության դեպքեր են եղել, Բեթխեհեմի մանուկները։ Այո, առաջին ուրեմն Բեթխեհեմի մանուկները, որ մենք չգիտենք ոչ անունները, ոչ նրանց ծնողներին, ոչ մեկին։ Թիվն էլ չգիտենք։ Թիվն էլ չենք իմանում ինչ թիվ է եւ Բեթխեհեմի մանուկների նահատակություն։ Երկրորդ ամենակարևորը հնից եւ նորոց, հայտից եւ անհայտից այդ տոնը սուրբերի, որ եկեղեցին ընդունում ճանաչում է, որ կան մարդիկ, ովքեր
այդ սրբակեցությունն են ունեցել կամ հավանաբար նահատակությունն են ունեցել եւ այլն, այդ 4 մնալով պայմաններով անճանաչելի են եղել, որևէ տեղում են եղել եւ մեր խնդրանքն է, աղոթն է, որպես Աստծո ողորմության մեջն են, որպես զինվորյալ եկեղեցի մենք հայցում ենք բարեխոսություն ենք ներկայացնում, նաեւ հայցում ենք եւ խնդրում ենք նրանց բարեխոսությունը մեզ համար այդ օրինակ տոնի միջոցով։ Եվ նույնն է այս դեպքը, նույն տրամաբանության մեջ ենք, նույն բանաձևումի մեջ է սա, նույն հասկացողության մեջ է։ Եվ ցեղասպանության նահատակները ասելով անորոշ զանգվածի մասին մենք չենք խոսում, մենք խոսում ենք քրիստոնյա հայության մասին, ովքեր կամ ով հստակ գիտակցությամբ հավատքի նահատակություն ունեցել։ Սրբազան հայր, մեր ժողովրդի պատմությունը հատկապես քրիստոնեական դարձից այս կողմ նման է իսկապես խաչի ճանապարհի այդ ընթացքին փշոտ, այսինքն Քրիստոսի հետևորդի որպես արդեն հավաքականություն, որի բարձրակետը հենց խաչելությունը կարելի է դիտարկելով ամբողջ պատմական ընթացքը համարել հայոց մեծ եղեռնը 1915 թվականին սկիզբ առած։ Ինչպես դուք նշեցիք, այնուհետև հաջորդեց մեր հարութենական շրջանը, ճիշտ այնպես, ինչպես Քրիստոս հարություն առավ։ Եվ եթե կարելի է դիտարկել, մենք փաստորեն այսօր հարութենական շրջանում ենք։ Եվ ունենք այդպիսի սկզբունք մշակած, թե եկեղեցական շրջանակում, թե պետական շրջանակում, եւ արդյոք ունենք այդքան ներզոր կարողություն, որ այլևս երբեք ասենք այսպիսի իրադարձություններին։ Երբ ասում ենք այլևս երբեք եւ շատ հաճախ էլ մենք կրկնում ենք այլևս երբեք ասելով, այլևս երբեկը այլևս դարձած է մի մեծ բանաձևում, մի կոնցեպցիա, հայեցակարգ է դարձած, մտածողություն է դա սոսկ հռչակում, արտահայտություն, գեղեցիկ նմուշի համար ասված խոսք չի։ Մենք մաղթանք չի կամ որևէ կոչում կոչ չէ։ Այլևս երբեկը ենթադրում է հետեւյալ պարագաները, հետեւյալ ենթաշերտերը։ Երկրի անվտանգություն բոլոր միջոցներով, երբ խոսում է դրա մասին, երբ նշվում է ցեղասպանության մասին, ուրեմն ցեղասպանության այդ լուսարձակի ներքո ոսպնյակից մենք պարտավոր ենք չափազանցված չասեմ, ստեղծել այն բոլոր միջոցները, որոնք կնպաստեն երկրի անվտանգությանը եւ երկրորդ պատճառ չեն դառնա ցեղասպանության։ Երբ մենք պիտի ասենք այդ այլևս երբեկը, մեզ համար պիտի դառնա սփյուռքի մեր ժողովրդի ապահովության, ֆիզիկական ոչնչացումից, ձուլումից խուսափումի, հոգևոր կյանքի, մեր ազգային արժեքների փոխանցման նաև միջոցառում։ Այսինքն ցեղասպանության այդ լուսարձակից եւ ոսպնյակից պետք է նաև դա դիտարկվի։ Երբ խոսում ենք ասելով այլևս երբեք ցեղասպանության մասին կամ եթե կասենք այդպես, ուրեմն այդ լույսի ներքո մենք նաև դիտարկում ենք մեր այսօրվա կյանքը, մեր տնտեսական կյանքը, մեր ներքին կյանքը, մեր քաղաքական կյանքը, մեր սոցիալական հանրային կյանքը, մեր կրթական աստիճանը, այսինքն բոլոր միջոցներով այդ լույսի ներքո պետք է գա այս ազգի ժողովրդի հոգևոր, բարոյական, մտավոր, ֆիզիկական, ռազմական, տնտեսական, սոցիալական կյանքի հզորացումը։ Այլևս երբեք դրան պիտի նպաստի։ Սոսկ ճառային բովանդակություն չպիտի ունենա դա պիտի մշակված կոնցեպցիա դառնա բոլոր աստիճանների եւ ոլորտների վրա։ Եվ մեզ համար շատ ընտիր պատգամ ունի Պետրոս Առաքյալը ասելով, որ դուք Աստծո սեփական ժողովուրդն եք։ Դուք ընտիր ցեղ եք։ Եվ այդ Աստծո սեփական ժողովուրդ լինելու գաղափարը, առանձնաշնորհյալ լինելու գաղափարը նաև ցեղասպանությունն է արտահայտում։ Ես չեմ էլ երկնչում, ոչ էլ քաշվում դա օգտագործելուց, եւ դա ես կարծում եմ, խորությամբ հավատում եմ, դա մեր առանձնաշնորհյալ լինելու հատկանիշն է, մեր ընտրված ազգ լինելու հատկանիշն է։ Եվ մենք այդ գիտակցությամբ սեփական ժողովուրդ լինելու գիտակցությունը մեզ պիտի ամեն օրվա գործողությունների մղի, այդ պատասխանատվությունը ունենալու։ Եթե մենք չունենք այդ պատասխանատվությունը, ուրեմն իրավունքն էլ չունենք։ Եվ հետեւաբար սա մի համակարգ պիտի դառնա։ Մենք թերևս շատ ենք ուշացել, չգիտեմ ես։ Թերևս այս ամբողջ ժամանակահատված անցած, ասենք վերընձյուղման, վերականգնման այդ ամբողջ ժամանակահատվածը
պատճառ պիտի լիներ կամ միջոց պիտի լիներ, որ մենք համակարգված մտածեինք։ Ինչպես զգայական մակարդակից, զգացմունքային մակարդակից մենք դա կարող ենք վերածել ռազմավարական մակարդակի։ Սա է ամբողջ խնդիրը։ Երբ մենք խոսում ենք կամ գործում ենք, պետք է մտածենք ռազմավարության, դրա բերած այդ համակարգված սիստեմի մասին, համակարգի մասին պետք է խոսնենք, համակարգված դրության մասին պետք է կարողանանք խոսել, մշակել, որպես ընդհանուր ազգային պլատֆորմ, հարթակ, քաղաքականություն։ Այսպես պետք է լինի, իմ կարծիքով։ Միջոցառումները լավ են, ձեռնարկները լավ են, հիշեցումներ են սրանք, անընդհատ խոսվելը, գրքերի շնորհանդեսները, միջազգային ասպարեզներում հարցը բարձրացնելը եւ այլն, սրանք բոլորը լավ են, հասկանալի են եւ որովհետեւ դրանք նաեւ ինչ որ կերպով մարդկանց մղում են հետաքրքրության, սակայն մեր ներքին ուժականության, հզորության ամրապնդման համար դարձյալ եմ կրկնում, ընդհանուր համակարգի կարիքը, սիստեմի կարիքն ունի։ Սրբազան 100 տարելիցի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված եւ քաղաքական, եւ հոգեվոր, եւ մշակութային, եւ սպորտային, սոցիալական եւ այլն։ Սա ինչքանով տարածական կլինի յուրաքանչյուր հայի եւ յուրաքանչյուր ընտանիքի վրա։ Հաշվի առնելով, որ նախորդ նախընթաց փորձը նույն 1700-ամյակի քրիստոնեության ընդունման, մյուս հոբելյանական միջոցառումների մեր անցյալի փորձ, երբ որ նկատում ենք, մեծ մասի կողքով պարզապես կարծեք գալիս անց է կենում։ Այլ մեր ժողովուրդը որքանով է ընդգրկված լինելու որպես հավաքականություն, որպես անհատականություն, որպես ընտանիք։ Ես չեմ կարող դրա պատասխանը տալ անկեղծորեն ասած, դա կարծում եմ մեծ միջոցառումների ծրագիր է եւ հենց նպատակն էլ դա է միջոցառումները մշակելու, որ յուրաքանչյուրին իր լեզվով կարողանա մատչելի, հասանելի լինել այս ամբողջ երևույթը։ Բնականաբար, երբ նայում ենք միջոցառումների շարքին, այնտեղ զանազան եւ տարատեսակ բնույթի, իրենց ուղղվածությամբ, թիրախային իմաստով զանազան միջոցառումներ գոյություն ունեն, որոնք կարող են հասարակական զանազան շերտերի ներգրավել եւ նաեւ ազդեցություն ունենալ, ինչ որ բան հասցնել, ինչ որ պատգամ տալ։ Սա պետական եւ կառույցների կողմից կազմակերպված, այլ անհատը, պարզ անհատը առանց ակնկալելու, միևնույն է դրանք լինելու են, ցույց է տրվելու, մասնակից ենք լինելու, այ պարզ անհատը կամ մեկ ընտանիքը ինչ կարող է անել ընդառաջ այդ իրադարձության։ Կարծում եմ լավագույն միջոցը կլինի, որ յուրաքանչյուր ընտանիք, հատկապես երիտասարդ ընտանիքները, այդ 100-ամյակի այս իրադարձության մեջ կարողանան զավակ պարգևել, իրենց ընտանիքը, թե մեր ժողովրդին հարստացնել զավակով եւ այս ձևով նաեւ իրենց պատասխանը տան պատմությանը, պատասխանը տան իրենց մեծ հայրիկների, մեծ մայրիկների նահատակությանը նաեւ մեր ամբողջ ժողովրդի կյանքը այս վիճակից դուրս բերելու, զավակ ունենալու, ծնելիությունը բարձրացնելու նաեւ իրենց ընտանեկան օրհնությունը վայելելով հանդերձ, անհատական իրենց առանձնացված ընտանեկան օրհնության եւ շնորհի միջից նաեւ նպաստեն ազգի կենսագործունեությանը եւ գոյությանը եւ շարունակականությանը, նաեւ այս ձևով պատասխան տալով ցեղասպանության այդ աղետին, մեծ եղեռնին։ Եվ գիտեմ, որ նախաձեռնություններ կան, գիտեմ, որ դուք էլ գրել եք դրա մասին, որ թող որ ցեղասպանության 100-ամյակը դառնա նաեւ մեկ ընտանիք, մեկ զավակ այս տրամաբանության մեջ գործի եւ իրականություն դառնա, որը կարծում եմ շատ ազդեցիկ կարող է գործընթաց լինել եւ եթե լսում են մեզ, հատկապես երիտասարդ ընտանիքներ, թող խորեն այս մասին եւ կարողանան զավակ պարգևել այդ ժամանակահատվածում հատկապես։ Ինչպիսին է այսօր դեմոգրաֆիական վիճակը մեր երկրի, հաշվի առնելով, որ մտահոգիչ թվեր են հրապարակվում եւ միտումը արդեն մտահոգություն է առաջացնում, ոչ թե զարգացման նվազման միտումը
եւ կարծում եմ հենց 100 տարելիցը կարող է ինչ-որ իմաստով շտկող, դեռ մենք զարգացման մասին ենք երազում, բայց դեռ շտկելու կարիք ունենք։ Այո, միանշանակ։ Ես մանրամասնություններ ու թվեր չեմ ասի այս պահին, որովհետև կարծում դրա անհրաժեշտություն չկա, հրապարակված բազմաթիվ նյութեր կան այդ իմաստով եւ տեղեկատվական, սոցիոլոգիական, այսինքն հանրահաշիվ կատարելու անհրաժեշտություն այս վարքյանին գոյություն չունի գոնե։ Մենք գիտենք սակայն, որ անկում է ապրում ծնելիությունը զանազան պատճառներով, ոմանք սոցիալական պատճառներով են դա պայմանավորում, ոմանք արտագաղթով են պայմանավորում, ոմանք նաև արհեստական ընդհատումների թվի աննախադեպ աճով են պայմանավորում, նաև արկա է ամուսնալուծությունների մեծ ընթացքը, անցյալ օրը լսեցի ես դա եւ չգիտեմ, դժբախտ իրականություն է դա, եթե մենք չկարողանանք իսկապես ձեր ասածի պես շտկել իրավիճակը 1000 ամուսնացողի հաշվով 284 ամուսնալուծությունը տեղ ունի, սա արդեն մեծ թիվ է։ Եվ այսինքն այս բոլոր պատճառները երբ կողք կողքի ենք դնում եւ ծնելիության աճի մասին են խոսում, դեմոգրաֆիական զարգացման մասին են խոսում, պատկերը այդքան էլ մխիթարական չէ։ Եվ հետեւաբար մենք այսօր խնդիր ունենք այդ խթանել բոլոր միջոցներով, թե հոգեվոր, թե պետական, հասարակական բոլոր միջոցներով խթանել ծնելիության աճը, նպաստել հայ ընտանիքի առողջությանը, նպաստել հայ ընտանիքի ներքին վերարտադրողականությանը, բժշկական տերմինով, հոգևոր տերմինով համաարարչությանը եւ ոչ մի ձևով արգելք չհանդիսանալ դրան։ Եթե նույնիսկ մեր մտքի մեջ պետական իմաստով կորուստներ գոյություն ունեն, բայց այդուհանդերձ այդ կորուստները նույնիսկ նպաստում են ընտանիքի առողջությանը, ծնելիության աճին կամ գոնե ինչ որ կերպով այդ հավասարակշռված վիճակին առողջացման գործընթացին ավելի ճիշտ, ուրեմն պետք է դրանք գործադրվեն։ Վերջերս մի ուրիշ երևույթ էր հայտնվել հասարակական կյանքում, որը չգիտեմ ինչ փիլիսոփայությունը ծախսի եւ ծախսա արտադրության համարժեքություններ, ուրեմն հղի կանանց վճարումների կամ փոխհատուցումների սահմանափակումների վրա դրված։ Ես դարձել չեմ ուզում օրենքի մանրամասնությունները քննել, գիտեմ, որ գոնե տեղեկացանք մամուլից, որ այդ օրենքը վերափոխման է ենթարկվում եւ վերադառնում են հին օրենքին, որ 100%-ով պիտի ուրեմն փոխհատուցումը տեղի ունենա հղի կանանց, մեր աղջիկներին եւ քույրերին, ովքեր այդ մայրության բերկրանքը կունենան։ Մենք այսօր այդ այլ լեզվով պիտի ասեմ, որովհետեւ հայերենով էլ կա այդ բառը luxury-ն, այդ պերճանքը չունենք, որպեսզի կարողանանք մեր մայրերին էլ հիմա ստիպել երկու անգամ մտածելու թե զավակ ունենան կամ չունենան։ Եվ իրավունք չունենք այդ ճոխությունը մեզ թույլ տալու։ Եթե նույնիսկ նորից եմ կրկնում, կորուստներ կան, այդ կորուստները պետք է լինեն, նպաստեն թե ծնելիության աճին, թե ընտանիքի առողջությանը եւ պատճառ դարձնենք, դա միջոց դարձնենք, որպեսզի այդ գործընթացը զարգանա եւ ոչ թե կանգ առնի։ Ես կարող եմ ասել, որ երբ հիմնախնդիրը այսպես է պատճառաբանվում, որ գործատուների հետ միասին շահարկումներ են տեղի ունեցել եւ այդ չարաշահումներ են տեղի ունեցել եւ այդ իմաստով չարաշահումները մի փոքր խմբի չարաշահումը կանխելու համար նոր օրենք են ընթանում տարածելու բոլորի վրա, որպեսզի կարողանանք վերահսկել։ Մանրամասնությունները կան, քննարկումները եղել են։ Հետևաբար այդպիսի հիմնավորումով խնդիրը լուծելը ես կարծում եմ, որ սխալ է, որովհետև եթե նույնիսկ այդ չարաշահումների պարագային դրանք նպաստել են զավակ ունենալու, մանավանդ մեր այսօրվա օրերի մեջ, մարդը գնում է այդ քայլին, այսպիսի դեմոգրաֆիական վիճակի մեջ մարդը գնում է քայլին, զավակ է ուզում ունենալ եւ պատրաստ է իր զավակի մեծացնելու, ուրեմն մենք բոլոր միջոցներով պետք է նաեւ կարողանանք այն հնարավորությունը տալ, միջոցը ստեղծել, որ այդ զավակի դաստիարակությունն ու խնամքն էլ տեղին լինի։ Շնորհակալություն Սրբազան հայր մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն ձեզ եւ ամփոփելու համար ուզում եմ ասել, վերադառնալով մեր առաջին հարցադրմանը սրբադասման կարգին,
Մենք բոլորով հոգևորական եւ աշխարհական այսօրվա սերունդը երանելի սերունդ ենք։ Մեզ է բաժին ընկել մեր ֆիզիկական հաղթանակները, մեր հայրենիքի ազատագրության տեսլականի իրականացումը։ Մեզ է բաժին ընկել մեր Արցախյան ազատամարտով, գոյամարտով, մեր գոնե ինչ-որ իմաստով մեր պահանջատիրության արդարության վճարումը։ Եվ նաև մեզ է բաժին ընկել սրբադասման կարգի վերականգնում այս Սուրբ Եկեղեցու կյանքում, որ 400-500 տարվա սերունդներ չկարողացան այս կամ այն պատճառներով իրականացնել։ Եվ մենք այդ իմաստով երանելի սերունդ ենք։ Շնորհակալություն։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում օր 6-րդն էր եւ մեր զրուցակիցն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Մնացեք խաղաղության եւ սիրո մեջ։